Բայց դժվար բարեկամներ մենք սկսում ենք կանոչ հաղորդաշարը, հերթական հաղորդաշար։ Ճանաչում ենք բոլորին տեղեկացնել, որ կապ են ունենալու Ուկրաինայի տարբեր գաղութների հետ։ Դեռ դարեր առաջ մինչև մեծ եղերնը հայերը արտագաղթել են, շրջել են աշխարհով եւ փնտրել են հայրենիքից ավելի լավ բնակավայրեր։ Որտեղից է գալիս այս շրջելու ցանկությունը, որ գեներն են մեր մեջ խոսում եւ հուշում, որ ժամանակն է ճամփա ընկնել։ Հիմա չեք փոշմանում, որ ձեր տունը ծախել եք Երևանում։ Տվյալ պարագայում, այո։ Շատ։ Green card շահեցիք։ Այո։ Ինչ բան է այդ green card շահել այդ լատարյան, այդպես կոչված։ Երազանք բոլոր հայ ազգի համար։ Երբ որ ստանում եք այդ երազանքը կատարվում է, green card-ի լատարյան շահում եք, ինչ զգացմունք է առաջանում։ Ուղղի խանգարում։ Այնտեղ շատերը ինձ ասում էին, եթե վատ է Ամերիկայում, ինչու հետ չեք գալիս։ Գուցե փող չունենք բացիկ։ Եկել ենք, այն ինչ որ պետք է դե ծախել ենք, եկել ենք ստե կերել ենք, հիմա չենք կարող հետ գնանք։ Այ դա չկա։ Ես շատերին ասում եմ, որ շատերն էլ ուղղակի չեն ուզում խոստովանվեն դրա մեջ, որ ուղղակի փող չունեն, այո։ Денег нету, Եվ որ սխալ էր այդ քայլը գալու։ Մենք հասցնում ենք հազիվ տան վարձտան, բիլերը փակենք, բենզին առնենք, գազ։ Ամեն տարի Միացյալ Նահանգները շնորհում են 155,000 green card ամբողջ աշխարհի համար, մաքսիմում 3,500 green card ամեն երկրին։ Ես կարող եմ ձեզ տալ այդ green card-ը լրացնելու օրինակը, դա շատ հեշտ է։ Միայն պետք է լրացնել եւ ուղարկել այն Միացյալ Նահանգներ։ Բարև ձեզ Սարգիս, ինչպե՞ս եք։ Հարկանքները ցեզի հարկելի բարոն Արտաշես, մենք Փարքաստո լավ ենք։ Դուք ինչպե՞ս եք։ Լավ, շատ լավ։ Ուրեմն Սարգիս ներկայացնեմ ձեզ, Սարգիս Կարամեկյանը ապրում է Սան Պաուլոյում, Բրազիլիա, եւ հանդիսանում է Բրազիլիայում հայկական ունի ռադիո եւ հիմա էլ ես վերջերս բացել եմ նաեւ հեռուստատեսություն հայկական։ Կպատմեք ձեր գործունեության մասին Սան Պաուլոյում։ Շնորհակալություն այս գեղեցիկ արիտող, ողջունեմ բոլոր ձեր հազարավոր հետևորդները, առողջություն մաղթում եմ ձեր բոլորին։ Մենք այստեղ Սան Պաուլոյի մեջ գոհամիս մարտ ամիսը 2026-ին ասված առաջ մեր գազམ་ագերբությունը 41 տարի պիտի դոնե ասված զենը եւ մենք ահագին մի քանի գործողություններ ունենք բոլորը հայության համար անշուշտ ռադիոն գա որ 20 տարի է որ կսպրենք կգոչվի Armenia Eterna, այսինքն հավերժական Հայաստան եւ նույնը հերոստաժամ ունի Armenia Eterna, չէ, որ նորը սկսանք 1 տարի պիտի դառնա։ Ամեն ինչով մենք Համայնքը 41 տարի գործում է այդ հայկական համայնքը Սան Պաուլոյում։ Մեր գազམ་ագերբությունը մարտ 15 1985 հիմնեցինք, ամենքը սա երեխա ենք, ոչ ալերի դասարդ, բադանի ավելի ճիշտ, 41 տարի մարտ 15-ին հիմա, ասված առաջ։ Պարոն Կարամեկյան, դուք ծնվել եք Բրազիլիայում, թե ես գիտեմ Սիրիահայ եք ծագումով։ Այո, հայրս հալեբցի է, հալեբեն 1960, Սան Պաուլո, Բրազիլը հասավ, ես Սան Պաուլո ծնվել եմ։ Այ Սան Պաուլո եք ծնվել, բախուր բրազիլերեն խոսում եք։ Շուտ։ Բարձր Փարքաստուձով արիտ ունեցա, բարձր մագարտագով վարժարաները ծնող կսերգած են ինձ Փարքաստուձով։ Այո, բարձր։ Մի խումբ երիտասարդներ համախմբվեցին եւ որոշեցին, որ հայերը պետք է սպորտի շուրջ մեծ աշխատանքներ անեն եւ այսպես տարիների ընթացքում եկան հասան 41 տարվանը. 41 anos, jovens brasileiros filhos de armênios fundaram este clube. Vamos assistir. Tamam aşkar petuteka çetesa başnazani çetesa ko didari pes donde punem başnazani Texam hagnis tezar hagnis kushid zumash nazani Endu hamakutes nogin asume vash
Samash Nazani Nazani blues Nazani blues Nazani blues Nazani blues Dun patvagan javahiri serne ku arno hinali Vovku gătne ahchika și vai cu corțeno hinali Apă sus vurșutov mirile lusen cu țeno hinali Apriler mekeler berikizi pers nagash nazarni Lisen sayat nova sinchin vurozi văra imanam Acap mizitin çiskamum sırtet me xabari manam Dun gărac hakatzet gărac vorne gărac indimanam Hându halam karu vărența skilis marmaș nazani I know Armenian dance. I know Armenian girls are beautiful. That's all I know. That's all I can say. Համայնք ցավոք Սան Պաուլո ավելի ուժն է Սան Պաուլո որ մենք համայնք ունենք մեծ համայնքը ավելի օս գետրոնացած Դե մոտավորապես մի 1000 հոգի կա հայեր այդտեղ 1000 է այո շատ ավելի ով շատ ավելի Ավել են 1000-ից ավել են հայերը շատ ավելի ըստինքն է 70-60 հազար անանք պամը գրնանք ասելու մոտավորապես Սան Պաուլո, Ռիո դե Ժանեյրո եւ բոլոր բրազիլեր Ոպարզը հիմնականում Սիրիա հայեր են երևի Հայաստանից քիչ մարդ կա Հայաստանից քիչ մարդ կան այս բաղուս ցավոք Սուրիային Լիբանանելա քիչ կան առաջ 50-60 տարի առաջ շատ ավելի եկած էին ոս բայց շատ մեծ դեսողություն ունեցան չգրցան ոս մնալու ցավոք եւ կացին ուրիշ երգիրները կամ մասը իրենց երգիրը վերադարձան հլա Սուրիա, հլա Լիբանան, Խորտանան եւ այլն Ես գիտեմ որ ամենամեծ համայնքը երևի Արգենտինայում է Լատին ամերիկյան հայ համայնքը հետո Ուրուգվայում ես գիտեմ հայ համայնք կա էլ որտեղ կա բացի Բրազիլ, Ուրուգվայ եւ Արգենտինա էլ որտեղ ունենք Վենեսուելա ունենք Ամենամեծը Արգենտինայում է, ամենամեծ քանակությունը Արգենտինա հայերն են։ Քանակությամբ, զորությամբ, ամեն ինչով Արգենտինա, նաև Ուրուգվայ ավոր համայնք ունենք։ Ավոր համայնք կա Ուրուգվայ, Վենեսուելա կա ավոր համայնք։ Կազմակերպությունը բացին հայկական դուն, Armenia House։ Անանք պայու թե չի սխալին Չիլեի մեջը Սանտիագո մայրաքաղաքը։ Չիլիում։ Հետաքրքրական հարցումը արեցիք, բայց ասոր բադասխանը քանակը չէ, խերքն է։ Այո, բարձ է։ Խերքը պետք է։ Ուրուգվայ քիչ ժողովուրդ կա, քիչ հայություն կա, բայց Ուրուգվայի հայությունը սքանչելիեն հոյակաբն է։ Շատ ավոր հայություն է, հայրենասեր ժողովուրդը, կփորձեն ամեն տեսակետով հայությունը Կազմակերպված են։ Միջոցառումներ են երևի անում, հա։ Հավաքներ։
You are watching Breach Armenian Television Network. Դուք դիտում եք կամուրջ համահայկական հեռուստատեսային հաղորդաշարը։ Իսկ դուք բացի ասենք այն որ ռադիո եւ TV ունեք այդտեղ հայկական, ել ինչ կազմակերպություն ունեք այդտեղ արևտրական իմաստով։ Մեր կազմակերպությունը կգոչվի Armenia Fedainer Football Club, São Paulo, Brasil. Դե ընդունից է մեր շաբիգը այսպես է գմեծարենք մեր Արցախը, տադիգը, բաբիգը, սպիդագը, ասե մեր բաշտոնական շաբիգը, 41 ինչու համարը, որովհետև 41 դարի պիտի դոնենք շաբիգները գվաճարվի, բարկ ամբողջ աշխարհը։ Այո։ Մենք ունենք ուրեմն սպորտը, մշակույթը, ունենք մարդասիրականը, որ այսօր գշարնագին պարկասուզոր Արցախին որ երեխաներուն օգտակար դառնալու։ Բայց հիմա Արցախի ժողովուրդը տեղափոխվել է Հայաստան։ Волонтеры выдают сухпайок и воду. Те, кого встретили родственники, уезжают. Те, кому идти некуда, направляются в ближайший пограничный город – Горис. Ես նաև գիտեմ, որ դուք ձեր կինը ամուսնացել եք Արցախահայ կնոջ հետ, Մուսայի, հա, կարող ենք իրեն էլ հրավիրենք միանալ մեր զրույցին։ Սիրով, ամենան սիրով, հրամեցեք։ Ահա, բարով ձեզ Ինեսա։ Բարև ձեզ, պարոն։ Ինչպես եք։ Լավ, դուք ինչպես եք։ Ոչինչ, Բրազիլիայի օդ է եկավ ձեր վրա։ Այո, շատ լավ եկավ ինձ վրա, որովհետև իմ սիրած մարդն է այստեղ, իհարկե Բրազիլիան ինձ համար արդեն շատ լավ սիրած տարածք է։ Իսկ ուտելիքը, ժողովուրդը, լեզուն, դժվարություններ ունեցել եք այդտեղ։ Իհարկե անշուշտ ունեցել եմ, քանի որ ես պորտուգալերեն ոչ մի բառ չգիտեի, բայց հիմա Սարգիսի շնորհիվ, Սարգիսը պիտի ասի, քանի տոկոս կարող եմ արդեն խոսել, արդեն 1 տարի 8 ամիս է, որ այստեղ եմ։ Միայն բան, որ իրենք շատ ավանդական ուտում են, դա մեր լոբին է, որ շատ ուտում են, որ լոբին։ Ես Լոս Անջելեսում էի ապրում երկար տարիներ, հետո տեղափոխվեցի Հայաստան։ Լոս Անջելեսում մեքսիկացիներն էին, անընդհատ լոբի էին ուտում, նույնիսկ բանում դպրոցներում իրանց այդ մեքսիկացիներին ասում էին լոբի, ուղղակի հայ աշակերտները։ Ինեսա, կասեք ձեր ծնողները մնացել են Արցախում, թե այսինքն տեղափոխվել են Հայաստան, որտեղ են իրանք։ Այո, ուրեմն մենք 3 երեխա ենք, ունեմ նաև 1 քույր եւ 1 եղբայր։ Ցավոք սրտի հայրս մահացել է 1 տարի առաջ։ Ցախի այս կորուստը, ինչպես նաև քրոջս ամուսինը գերի է Բաքվի բանտում, այս բոլոր դարտերը իրեն սիրտը չդիմացավ, ինչպես որ շատ արցախցիներին։ Մայրս Հայաստանում է, եղբորս հետ է, այդպես։ Ոնց է իրանց վիճակը, ինչ են ձեզ պատմում, Հայաստանում իրանց լավ են զգում։ Ասեմ ինչպես է, ուրեմն ցավոք սրտով պետք է ասեմ, որ 2018 թվականից հետո շատ բան փոխվեց եւ Հայաստանի կարգավիճակի հարցում եւ Հայաստանում արցախցիներին ընդունելու հարցում, որովհետեւ շատ արցախցիներ, ովքեր լավ մասնագիտություն ունեն, ասենք բժիշկ, չգիտեմ, մասնագիտական փորձ ունեն,
Բողոք են անում, որ իրենց կառավարությունը իրենց չի ընդունում, իրենց մասնագիտական աշխատանքներով չեն կարողանում աշխատանքի ընդունվել եւ արդեն 2 տարուց ավել է, որ արցախցիները գտնվում են Հայաստանում։ Тяжело идут люди, реки людей, позади которых целая жизнь, а впереди неизвестность. Пока уезжают просто на, потом посмотрим. Պես իրենց արժև հարց դրեցի, որ իրենց քաղաքացիության հարցը լուծվի, անձնագրերը փոխեն, ստանան Հայաստանի անձնագիր, թեկուզ 0.70-ն էր Հայաստանի կողմից տրված։ Եվ սրա արդյունքում պետք է վաուչերներ տրամադրվեր, որ իրենք տուն ստանային։ Մենք ծանոթ ենք այդ բաների եւ գիտենք այդ բոլոր խնդիրները, որի առաջ կանգնում են մեր արցախցի եղբայրները, եւ մենք ենք շատ իհարկե դժգոհ այդ իրավիճակից, քանի որ իրանք ոնց որ ասենք խաղաղիկ լինեն կամ ինչ որ բան լինեն այդ քաղաքականության մեջ ոնց որ օգտագործվեն այդ պահն է որ մեզ դա շատ դուր չի գալիս այդ կարգավիճակը որոնցում իրանք կան որ ուրիշ երկրներում դուք գիտեք հայերը ձուլվում են ես դրա մասին բավականին ֆիլմեր ունեմ Կամուչ հաղորդաշարը որ ես ժամանակին ունեմ Ամերիկայում Եվ նկարագրում էի ցույց էի տալիս այդ հայերին, ովքեր գնում են եւ տարիների ընթացքում դուրվում են այդ ազգերի հետ, որտեղ որ մեկնում են իրանք։ Այստեղ ապրելով գտա որ ճիշտ է, որ մեծ հասակում ենք եկել, որովհետեւ փոքր հասակում հեշտ է ձուլվելը։ Մեր Չեք ուզում ձուլվել։ Ոչ թե չեմ ուզում, չեմ էլ ձուլվել, որովհետեւ չգիտեմ Հայաստանում չեն կարող պատկերացնել, բայց այդտեղ գտնվողները արդեն գիտեն ձուլվածն ու չձուլվածը որն է։ Չէ, ոչ մեկը գործ չի առաջարկում, ուրերը որ դիմում եք, ոչ մեկը չի, նախ պետք է լեզու իմանալ, ամենակարևորն է, գումարները ինչ են, ինչքան որ պետք է, որ աշխատանքի մոմենտներով հարմարվի կյանքի և մնացած հարցերը լուծելու համար։ Դուք եկել եք գումար աշխատելու Ամերիկա։ Ապրելու։ Իսկ ապրելը գումարի հետ միասին կապված։ Սկզբից երբ որ եկաք ստեղ, ոնց ընդունեցիք Ամերիկան, սպասում էիք որ սենց կլինի։ Չէ, մի քիչ ոչ։ Ույս ձևի ենք պատկերացնում։ Ինչ ձևով։ Որ պետք է աշխատենք ու ապրենք։ Պետք է ցանկանայի, որ այդ ամեն ինչը լիներ Հայաստանում, ոչ թե այստեղ։ Ես կասեի ոչ, գիտեք ինչ, ոչ ինձ հրապուրում է Միացյալ Նահանգների գունավոր խմիչքները եւ մնացած հաճույքները ինձ հաճելի կներ մեր հայկական քարը, հողը, ջուրը եւ ընկերությունը քարը, հողը, ջուրը եւ ընկերությունը You are watching Breach Armenian Television Network. Դուք դիտում եք կամուրջ համահայկական հեռուստատեսային հաղորդաշարը։ Բլոկադայի մեջ, որ չի կարողանում հասկանալ ինչ անել, մտածում է, եթե ես վարձով այսքան բան պիտի ապրեմ Հայաստանում, ես նույն վարձով ավելի արժան կարող եմ ապրել Ռուսաստանում։ Եվ ավելի մեգապոլիս քաղաք է Ռուսաստանը կարող եմ այնտեղ ավելի լավ աշխատավարձ ունենալ, կամ էլ այդ նույնը կամ Ֆրանսիա, կամ Գերմանիա, կամ Բրազիլիա կապ չունի որ։ Դա շատ ցավալի է իհարկե, որ այդ իրավիճակն է հիմա, ճիշտ է, դա ժամանակավոր ինձ թվում է երևի դա որ հիմա իրանք ճնշված կարգավիճակում են արցախցիները, բայց իրանք այստեղ գործ են անցնում, իրանք այստեղ խանութներ ունեն, խանութներ են բացում եւ նաեւ անցնում են պետական ոլորտում են աշխատում, մասնագետները, լավ մասնագետները, ես գիտեմ այդ օրինակների մասին եւս։ Ղարաբաղից եք դուք եկել։ Հա, Ստեփանակերտ հենց կենտրոնից, բազարի թաղավ։ Ահա, այնտեղ ունեցել եք խանութ։ Անպայման 25 տարվա այս գործում մեր գործն է։ Մալացիա, մehmandar։ Այո։ Եվ հիմա այստեղ Հայաստանում, Երևանում բացել եք այս խանութը։ Դե ինչ անենք։ Ճարներից կտրած։ Հա։ Է ո՞նց է գործը։ Լավ չի։ Շատ դժվար է, ապարակը թանկացել է։ Հա։ Միշտ էլ ինձ էտի մեր Հայաստանը, մեր հայրենիքն ալալ, մեր Հայաստանն ալալ։
Լիբոյ տեղել Մոսկվայել մլալ ասա մեկ ամ Երևանի նման Երևանը ուրիշ է։ Ես 100% բան եմ ասում, ասենք այն ամեն ինչը։ Մեր Երևանը միշտ իմ համար ավելի լավ ալալ, ավելի բագատի ալալ, ավելի տեսականի ու սկսած ամեն ինչով գեղեցկությունով լիբոյ ձևի։ Դե դիմե Երևանը մեզ Երևանը էլ լավ կա, դից էլ կա։ Ուզենայի որ մնար։ Բայց կմնա չի մնա չեն կարա։ Իսկ հիշում ես Երևանը։ Այո, Ինչ ես հիշում Երևանից։ հայրենիքը, Ղարաբաղը, Իսկ ուզեիր գնայիր Երևան։ այո, Ինչ անեիր ընդեղ։ գնայի Ղարաբաղ բոլորին տնայի, Ում տնայիր։ բոլոր մարդկանց բաներին, Չի կարոտել ես։ այո, Տեղածվեց, գիտեք, բայց շատ ուզում ա գնա։ Իմ աղջիկս տեղածվեց, բայց շատ ուզում ա գնա Երևան, շատ ինքը գիտի լավ Էջմիածնի պատմությունը, շատ լավ գիտի Մեսրոպ Մաշտոցով ա եղել։ ես կուզենայի միասեի իմ քույրիկս, ես շատ եմ կարոտել, և չկա, Երևանն ա։ Մի հուզվի բալես։ Շատ ա կարոտել։ Այս Ամերիկան մեր համար չէ, ամերիկացիների համար է, իծն է, ստեղ ծնվել են, մեծացել են, պապով, տատով, էդ իրանցն է, Ամերիկան հավաքված ժողովուրդ է, ռազմաշերտն է, ամերիկացի կոնկրետ նացիոնալից չկա։ Ինչ ես ուզում փոխանցես քո պապիկին Հայաստանում, որը Սարգիս Հովիվյանն է ֆուտբոլիստ։ Ինքը շատ լավ ֆուտբոլ է խաղում ինքը։ Ինքը լիքը լավ բաներ է ստացել։ Ինչ կուզեցի ան ասես, ինչ ես ուզում իրան փոխանցես։ Ոնց ես պապիկ ջան։ You are watching Breach Armenian Television Network. Դուք դիտում եք կամուրջ համահայկական հեռուստատեսային հաղորդաշարը։ Չգիտեմ, Սարգիսը գալիս գնում է Հայաստան, տեսնում է Հայաստանի իրավիճակը եւ Բրազիլիայինը, չգիտեմ ոնց է համեմատականվել է Սարգիս։ Բարոն Արտաշես ջան, ուր հաց օնգաս։ Աս խոսակցությունը գա, որ հին խոսակցությունն է, որ բայց իմ դեպքում դա տենց չի։ Ես նախընտրեցի ավելի հայրենիքը, քան թե հացը, որ ես ունեի Ամերիկայում եւ որոշեցի, որ իրոք ավելի լավ է այստեղ Հայաստանում։ Այո։ Շատ առումներ կա, ես հետո կասեմ, ասեք։ Հայաստան աբահով երկիր մնե, աշխարհին 8-րդ աբահով երկիր մնե։ Կրիմինալի առումով եւ այլ, այսպես էր ստատիստիկայով։ Այո, աշուշ, Բրազիլը մեծ երկիր է, գրեթե 230 միլիոն, Հայաստանը 3 միլիոնին բագաս է, 1% է, 1.5% անանք պաման է, աշուշ, դոս ավելի խնդիր բիդոնեն ավելի անապահովություն, ավելի վտանգները, բայց երբ որ դու երկիր մգծնիս, գործերը գկալեցնես, գմեցնաս գործը դեվայլն ուսումը օսարի աբրուստս օսը, բայց ես ամենադենը գերտան գուկամ Հայաստան, ես չեմ իմ գարձիգս սպյուրկը մի քիչ մը դժվար գտեսնեմ, որ մարդիկը, որ դասնամյակները սերունդներով իրենց ընտանիքը բայեցին, իրենց գործերով աս կնեցին, ամ կնեցին, մի քիչ մը դժվար գտեսնեմ ես սպյուրկահայերը ամենը վաճառեն եւ մեր հայրենիքը կալու ոչ որ վատ է վատ չի մեր հայրենիքը սուրբություն է ես ամեն տարի ունեմ Պարկասուձո ես քիչ մը դժվար գտեսնեմ որ սպյուրկը հայը սպյուրկի հայերը իրենց գործ ամենը վաճառեն նոր կյանքը մեր հայրենիքին է։ Դա պարտադիր չի վաճառել, կարելի է եւ այնտեղ բիզնես ունենալ, եթե դու հաջողակ բիզնեսմեն ես։ Մեկ հատ տուն Հայաստանում են գալիս, ես շատերը առնում են տներ, այստեղ բավականին մեծ թվով նոր շենքեր են կառուցվում, բարձրահարկ շենքեր։
Հիմա այս վերջերս իմ օֆիսի առջևը 35 հարկանի շենքեր են սարքում, 35, 42 հարկանի շենքեր են Երևանի մեջ։ Երևանի մեջ, այո, Երևանում։ Զարգանում է, Փառք Աստուծո, մեծանում է, զարգանում է ամեն օրյա, Փառք Աստուծո։ Առաջարկը լավ է, շուշ գնաս անդեղ, ես կորձ ունիմ Հայաստան, գիտեք արդեն, Հայաստան, Բրազիլը կորձ գնեմ, Հայաստանին, Բրազիլի, Հայաստանին, արևդրական պատմության մեջը թույլ տվեք հսելու միշտ խոնարհությունս, առաջին անձն է, որ Հայաստանեն ապրանք բերինքը Բրազիլի համար վաճառելու։ Ինչ ապրանքներ էր։ Հայկական քինի, գարիչուր, ուրիշ զանազան խմելիքները, ուտելիքները, Ոնք են բրազիլացիներին, հավանում են բրազիլացիները մեր հայկական ուտելիքները, խմիչքը։ Հավատացեք, որ այո, բոլոր այս մեր աշխատանքները, գիտեք, ցավոք մենք Բրազիլի մեջ համայնքը բրազիլցի ժողովուրդը նորը սկսավ ճաշնալու, որ հայը ասք մնե, Հայաստանը երկիր մնե, պետություն մնե, որ մենք հայերս ինքնություն ունենք, բրազիլցիները չէին գիտեր ասիգան։ Երբ որ առաջին անգամ Բրազիլ-Հայաստան արևդրական պատմության մեջ առաջին անգամ ապրանք եկավ, գարավարական մարդիկը շվարեցան։ Տրտաբանությունը շվարեցած ինչ է, Armenia, oh, very good Romania, no brother, please, Armenia, yes, ես հասկացա Romania, չէ բաբա, Հիսուս Քրիստոս, ինչ, Armenia, ասիգա ինչ է, նույնիսկ Տրամպը չի կարողանում Հայաստանը բառը արտահայտի Ալբանիայի հետ աշփոթում Հայաստանը, դա Ամերիկայում էլ նույն վիճակն է, 1 միլիոն ավելի հայեր կան, 1 միլիոն քիչ մոբագաս եւ այլն։ Եվ անդեղ հայությունը զորավոր է։ Դրա հետ միասին երբ Լոս Անջելեսում ֆիլմ ունեմ նկարած, կոչվում է Հայկական Ամերիկա, որտեղ ես հասնում եմ, գիտեք Հայաստանի մասին, որտեղ ասում եմ, այո, Չեխոսլովակիայի կամ Ռոմենիայի կողքն է, Ռոմանիայի, կամ էլ ասում եմ, իսկ քրիստոնյա են կարծում եք Հայաստանում, թե մուսուլմաններ, ասում եմ, կես են, 50%-ը քրիստոնյա են, 50%-ը մուսուլման։ Ամերիկացիները Լոս Անջելեսում, որտեղ ամենամեծ հայկական գաղութն է։ Հնդուհարամ կարու վրեն ծածկիլիս մարմաշ Armenia is to the what? East of Romania? East of Romania? Correct? No. No? Oh. Near to Greece? Yeah. Okay. What they are Christians or Muslims, Armenians? Armenians, I think they're Muslims. Armenia is in the near Czechoslovakia, in that area near Hungary. Used to be. Yeah. And what's your opinion? What is Armenia? Armenia is a country that used to be, that got dissolved. Has nice people. Uh-huh. Are they Christians or Muslims? They're both. Both? What nationality they are? Iranians. I guess Muslims. Thank you. They are Christians. Oh, they are? Yeah. Not exactly. It's just the country doesn't really exist, or does it? Because it wasn't the country taken over. Դրսում դու ոնց է լինի օտար ես դու դրսում։ Այդ քեզ բոլոր դեպքերում նայում են որպես երկրորդ, երրորդ սորտի քաղաքացի։ Քո երկրում դու առաջին սորտի ես, դու քո խոսքը, քո ձայնը անցնում է։ Դուք ձեզ հյուր զգում եք Ամերիկայում կամ երկրորդ սորտի մարդ։ Այո։ Ինչպես է դա արտահայտվում։ Արտահայտվում է այնպես, ինչպես որ ասենք մենք մեր երկիրը թողի եկել ենք ստեղ։ Դուք ձեզ հյուր զգում եք Ամերիկայում։ Երբևիցե ինձ հյուր ստեղ չեմ զգացել։ Իսկ որպես երկրորդ սորտի մարդ։ Ես ճիշտ ասած դեռ այն կարգում չեմ գտնվում, որպեսզի սորտերի տարբերությունը զգամ։ Այո, որ տարեկան եկամուտս կլինի 100,000-ից բարձր, նոր ես կխոսեմ սորտերի մասին։ Դրանից ցածր մարդիկ բոլորը նույն սորտի են։ Siretic American. Այո, վիճակը ես դրա մասին ֆիլմեր ունեմ նկարած եւ այստեղ Հայաստանում ցույց եմ տվել կամուրջ հաղորդաշարի մեջ։ Իդեպ այս կամուրջը
Ես հենց առաջին անգամ 1998 թվականին եմ բացել Լոս Անջելեսում հաղորդաշարը եւ հիմա 28 տարի հետո նորից որոշեցի վերաբացել կամուրջը եւ խոսալ տարբեր հայկական համայնքներում գտնվող հայ ներկայացուցիչների սփյուռքահայերի հետ եւ առաջարկել այն գաղափարը, որ ես առաջարկել էի Լոս Անջելեսում, որը կոչվում է արտերկրյա հայերի կոմիտեներ։ Ես ձեզ այդ ֆիլմը ուղարկեցի, պարոն Սարգիս, եւ այդ ֆիլմի մեջ դուք տեսաք, որ ես առաջարկում էի Վարդան Օսկանյանին, որ նա ուրեմն Հայաստանի օգնությամբ այդ բոլոր քաղաքներում կազմակերպեն ընտրություններ, որի արդյունքում կընտրվեն, ասենք, ամեն քաղաքի կամ ամեն երկրի 12 հոգի, որոնք կներկայացնեն այդ համայնքը։ Հայաստանի քաղաքացիների շահերը եւ իրավունքները արտերկրում պաշտպանում են Հայաստանի Հանրապետության դեսպանատները։ Եթե Հայաստանի կամ որևէ մի երկրի քաղաքացին արտասահմանում ունենում է որևէ խնդիր տեղի իշխանությունների հետ, ապա նա կարող է դիմել իր երկրի դեսպանությանը պաշտպանվելու նպատակով։ Լրիվ տարբեր է սփյուռքահայի կարգավիճակը արտասահմանում։ Գաղտնիք չէ այն, որ որոշ եվրոպական եւ ամերիկյան քաղաքներում գոյություն ունի ազգային խտրականություն, նույնիսկ եթե դու այդ երկրի քաղաքացի ես։ Հենց այդ պատճառով է, որ աշխարհի համարյա բոլոր քաղաքներում գոյություն ունեն Չայնաթաուններ, Կորեաթաուններ կամ իտալացիների, ռուսների, հրեաների կամ քրդերի թաղամասեր։ Ապրելով կողք կողքի փոքրամասնության անդամները ավելի դյուրությամբ են լուծում իրենց կենցաղային, մշակութային, քաղաքական եւ այլ հարցերը։ Իսկ ինչպիսին է վիճակը արտերկրյա հայերի մոտ։ Հայությունը իրարու չեն միացած, ամեն մարդ իր գոմն է քաշում։ Եթե դու ընտանիքիդ մեջ անդամներով մեկ չես, այդ ընտանիքը շուտ կլուծվի։ Բարև ձեզ, իմ անունը Արտաշես Հովհաննիսյանն է, ես ներկայացնում եմ կամուրջ համահայկական անկախ հեռուստատեսությունը։ Եվ այսպիսով արտերկրյա հայերի կոմիտեներ եւ հարց ուղղվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար պարոն Օսկանյանին։ Ինչ է մտածում այս թեմայի շուրջ, եթե կատարվի դեսպանտրովի մարմնի ստեղծվի, որը կլուծի նաև այդ կապի հարցը Սփյուռք Լոս Անջելես Հայաստան եւ իհարկե կլուծի նաև սփյուռքահայի խնդիրները ներսում Լոս Անջելեսի մեջ։ Սա է դուք ճիշտ եք ասում, Ժողովրդավարության օրդակի գիտական տանը։ Նույն Ռոջերսը Պազանյանի դաշնակցության ներկայացուցիչը կարող է իրենց կանդիդատ Եթե չընտրվեն, հիմա եթե չընտրվեն, դա ժողովուրդն է ընտրում։ Հիմա այդ առումով ուզում եմ երկարծիք իմանայի Բրազիլիայի վերաբերյալ Սան Պաուլոյի։ Ձեզ մոտ դա հնարավոր է անել, ձեզ մոտ կան կուսակցություններ, հայկական դաշնակցություններ, Ռամկավազն, Ընչակյանները, բանում կամ Լոս Անջելեսում կային եւ իրենց կարծիքները եւս դուք տեսաք այդ ֆիլմի մեջ։ Ես կարծեմ կրնանք ասպեսի պամը գազ մեր Բրազիլի մեջ, աշուշտ աշխատանքի պետք է, որը խոսքով լավ չի է պիր, պետք է աշխատանք, անշուշտ, ուսումնասիրենք ավելիով եւ տեսնենք ով գխետակրկրվի, ով ինտերես ունի, ով գպապագի, որբեսի մաս կազմելով։ Դեսա յոց էր աշխատանքը վարսկտ գադար արտենասի եւս անգամ կգտնեմ դեսախոլովակները շատ հետաքրքրական եղած է։ Եվ Լոս Անջելեսում օրինակ դաշնակցականները բացի այդ կուսակցություններից, 3 ավանդական կուսակցություններից, նաև կան այնտեղ իրանահայերի միություն, սուրիահայերի միություն, բավականին շատ միություններ կան։ Եվ նրանք բոլորը ակտիվ իրենց օֆիսներ ունեն։ Ես գիտեմ այդ ամենը չկա Բրազիլի մեջ, բայց քանի որ դուք որպես հայկական հեռուստատեսություն եւ ռադիո, արդեն երկար տարիների փորձ ունեք աշխատանքի եւ ձեր կապը ավելի մեծ է մարդկանց հետ, քան թե կուսակցությունների կապը, ոնց որ ես հասկացա բանում Սան Պաուլոյում։ Եվ դուք կարողանացաք հենց ուղղակի նախաձեռնեք, եթե մարդիկ իրենց կարծիքը արտահայտեն, ում են տեսնում այդ կոմիտեի մեջ, օրինակ Սան Պաուլոյի հայկական կոմիտեն, լինի, որը որ կներկայացնի ձեր համայնքը Հայաստանի առջև, ինչ որ դա իտալացիների օրինակներ արդեն։ Անշուշտ ունի իտալացիները, ճապոնիացիները, պորտուգալացիները, սիրո մենք պատրաստ ենք, լա ես դիգինս ինեսան, չան կտապենք ամեն տեսակետով փորձենք ինչ կրնանք լավագույն անելու մեր ասկին համար, ինչպես դուք շատ լավ գիտեք, մեր բոլոր ծառայությունը հայության համար է։ Մենք միշտ սրտանց մենք պատրաստ ենք այո։
Սան Պաուլոյի մեջ կատարելու Աստված առաջ։ Դե սա մեր առաջին հանդիպումներ, ընթացքում էլի մենք երևի կանենք հանդիպումներ ձեզ հետ, այս կամուրջները եւ կիմանանք ձեր նոր հաջողությունների մասին, կսպասենք այդ հաջողությունները ձեզանից։ Մեծ սիրո։ Շնորհակալություն հարցադրումների համար։ Պատրաստ են կոմիտեին աստեղ բանալու, զարգացումելու, աշխատանք բերելու, գաբի մեջ լինենք մեծ ուրախություն։ Եղավ, շնորհակալություն։ Հաջողություն, տեսնենք ձեզ։ Տեսություն։ Ciao. Ciao, ciao. Ciao, ciao, amigo. تمام اشغال بطودك چطوری هپاش نزنی Իմ այն հարցին, թե ինչու են հայերը լքում Հայաստանը, ամերիկացի հյուպատոսը պատասխանեց. Որոնք գնան մասնակցեն վերապան Շաբինը այսպես է գմեծարենք մեր Արցախը, տատիկը, բաբիկը, սպիդակը։ It's in the near Czechoslovakia in that area near Armenians, I think they're Muslims. Մոսկվայել մլալասա մեկան է Երևանի նման է Երևանը ուրիշ է։ Իմ լոխմանատ հարաշ նասանի Մենք սկսում ենք կանոչ հաղորդաշարը։ Siretic American. Ciao, ciao. Ciao, ciao, amigo.